Խաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Սիրելի ժողովուրդ։ Մի հատ հետաքրքիր թեմա կա։ Բոլոր հետաքրքիր թեմաների շուրջ կարելի է խոսալ իհարկե։ Մի հոգի գրել է։ Էս ինչ լուրջ թեմա է, տղերք, բազենք վերցնելու համար, ինչ կարծիքի եք։ Ինչ զենքի մասին է խոսքը հետաքրքիր, հոգևոր զենք, նենց է, մարմնավոր։ Երկու ձևի զենք կա, հոգևորել կա զենք, մարմնավորել, ես իհարկե կխոսամ ըստ Աստվածաշնչի, որտեղ մենք քարոզում ենք Քրիստոս, ասենք չենք քարոզում կռիվ պատերազմ կամ ասենք բան որ մարմնավոր զենքերի մասին էլ էլի, չգիտեմ իրոք այդ հաստատողը նկատի ունի մարմնավոր զենքերը թե հոգևոր զենքերը, հավանականությունը շատ է մարմնավոր զենքերի մասին, բայց ես էլի եմ ասում կպատասխանեմ ըստ Աստվածաշնչի, սիրելի հաստատող, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Տեսեք, համարներ եմ անի Աստվածաշնչից մի քանի հատ կարդամ ու կխոսենք, կհամեմատենք մեր զենքերը որն են, որն է ճիշտ ու կարևոր զենքը այդ մասին։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 5-ից 9-րդ խոստեմ կարդեմ։ Որտեղ մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում, իսկ հոգևոր լինողները հոգու բաները։ Որտեղ մարմնի խորհուրդը մահ է, հոգու խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Որտեղ մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որտեղ Աստծո օրենքին չի հնազանդվում։ Եվ նրանք, որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճելի լինել։ Ուրեմն մենք քանի որ մարմնավոր չենք, հոգևոր ենք, հոգևոր ձևով պետք է մեկնենք։ Հոգևոր ձևով պետք է հասկանանք, կարդանք ու հասկանանք։ Իսկ այն որ մարմնավոր ձևով կարդանք ու հասկանանք, Աստծո դեմ թշնամությունը, որ մի քիչ առաջ Հաջորդ համարը Երկրորդ Կորինթացիների 4-րդ գլուխ 18-րդ խոսքը, որ այս երևող բաներին չենք մտիկ անում, այլ աներևույթներին, որտեղ երևողները ժամանակավոր են, իսկ չերևողները հավիտենական։ Երևացող բաներին ուշադրություն չենք անում, այլ չերևացողներին, որտեղ չերևացողները հավիտենական են։ Այսինքն տեսաների մարմնավոր ձևով չենք մենք նայում Աստվածաշնչի, այլ նայում ենք հոգևոր, որտեղ հոգևորը հավիտենական է։ Այսինքն մեր հոգևոր զենքերը հավիտենական են, քան թե մարմնավոր զենքերը։ Տեսեք, ես կարդամ մի քանի համարներ իր հետևից, հետո նոր ընդհանուր կամփոփենք, եզրակացնենք, sense ասած։ Կարդանք հաջորդ համարը։ Հռոմեացիների 13-րդ գլուխ 12-րդ խոսքը։ Գիշերն անցավ գնաց, եւ ցերեկը մոտեցել է, ուրեմն դեն գցեք խավարի գործերը եւ հագենք լույսի զենքերը։ Եթե մարմնավոր ֆիզիկականային լույսի զենքը որն է, չէ՞։ Աստվածաշունչն էլ է հոգևոր խոսում։ Լույսի զենքերը, մենք գիտենք, որ լույսը, ցերեկը սրբությունն է խորհրդանշում ըստ Աստվածաշնչի, այսինքն լույս աստվածային բնապատկերն Աստված լույսի մեջ է բնակվում, այսինքն խավար չկա, մեղք չկա ասում է, լուսավոր է, պարզ է ամեն ինչը ուրախ է, երջանիկ է ու խաղաղ է։ Սա է խորհրդապատկերում։ Դրա համար ասում են լույսի զենքերը հագեք, որտեղ որ ուրախություն կա, խաղաղություն կա, սեր կա, էդի ունեցեք ձեր մեջ։ Աստվածաշունչը սա է ասում, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ժողովող 9-րդ գլուխ 18-րդ խոսքը կարդամ։ Իմաստությունը լավ է պատերազմական գործիքներից, բայց մեկ մեղավորը շատ բարիքներ կփշրե։ Կփչացնե կներել։ Իմաստությունը լավ է պատերազմական շատ գործիքներից։ Սա կարանք հասկանանք նաև նորից հոգևոր իմաստով։ Եթե ես իմաստություն ունենամ, իմ հոգևոր գործիքները, զենքերից ավելի լավ է իմաստությունը, որտեղ ես եթե իմաստություն ունենամ, կիմանամ իմ հոգևոր զենքերը որտեղ օգտագործել։ Միտքը հասկանալի է, չէ՞, ես մի քիչ խորը տեղեր, էլի խոր իմաստություն ունի։ Եթե ես ունենամ իմաստություն, աստվածային սիրո իմաստություն ունենամ, ես իմ աստվածային լույսով զենքերը պատվիրաններն են,
Աստվածաշնչի օրենքներն են, Աստվածաշնչի հոգին է։ Իմ զենքը Աստվածաշնչի հոգին է, պատվիրաններն է։ Որ ասում է, սիրի քո եղբայրը, դա իմ զենքն է, ես սիրում եմ իմ եղբայրը։ Սիրո մեջ կա խաղաղություն, համբերություն, երջանկություն, մտերմություն, հաջողություն, եթե ես սիրեմ եղբորս իրար հետ միասին լինենք, ավելի զորեղ կլինենք, ու տեն շարունակ։ Դա իմ զենքն է։ Բայց եթե իմաստություն ունեմ ես, իմ իմաստությունը այդ զենքերից առավել է, այսինքն ես լավ գիտեմ, որ զենքերը որտեղ օգտագործել։ Աստվածաշնչյան խոսքերը, օրենքները որտեղ օգտագործել։ Ես եթե մեղավորին կանչեմ ու իմ աստվածային զենքերով մեղավորի հետ սկսեմ խոսալ, դու մեղավոր ես, դու պատժված ես, դու դժոխք ես եթալու, Աստված քեզի ատմա զզվում է քեզանից, որ դու մեղք ես գործում։ Զենք է, իրոք այդ խոսքերը գրված Աստվածաշնչի մեջ։ Բայց իմաստությունն ասում է, չէ, տես մի ասա։ Ինքը գայթակղվի, դու էլ ես իրապես եղե, մինչև հավատքի գալը։ Տեսեք, իմաստությունը օգտակար ավելի, քան այն զենքերը։ Դրա համար այդ զենքերը ես չեմ օգտագործում, իմաստությունն եմ օգտագործում։ Երկրորդ Կորինթացիների 10-րդ գլուխ 35 խոսքն էլ կարդամ։ 35 3-ից 5-ը հասկացա։ Երկրորդ Կորինթացիների 10-րդ գլուխ 3-ից 5 խոսքերը։ Որովհետև թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում։ Որտեղ մեր զինվորության զենքերը մարմնավորապես չեն, այլ Աստծո զորավոր բերդեր քանդելու, խորհուրդներ են քանդում եւ ամեն բարձրություն, որ գոռոզացած է Աստծո գիտության դեմ, եւ գերի են բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Մեր զենքերը ամեն գոռոզացած մտքի բռնում գերի ենք դարձնում ում Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Սա է մեր զենքերը։ Սա է մեր հաղթությունը, չէ՞ որ պատերազմի ժամանակ տանկերը, հրատանիները, չգիտեմ ինչերը հաղթանակին են, չէ՞, հաղթանակի համար են օգտագործում դրանք։ Նույն մեր հաղթանակի զենքը սա է, որ ամեն մի միտք, որը գոռոզացած, այսինքն հպարտացած է Աստծո Քրիստոսի գիտության դեմ, մենք խոնարհեցնում ենք Քրիստոսի գիտության առաջ։ Մենք այդ հպարտության մտքերը խոնարհեցնում ենք։ Տեսեք, սրա վրա մի թեթև, մի փոքր խոսանք էլի Մելանյա, շատ կարևոր է իրոք լսել։ Աստվածաշունչը գրում է, գրված Աստվածաշնչի մեջ, եղբայրդ երբ որ մեղք կա գործում, հետը հաց էլ մի կե, տունդ մի թող իրա։ Եղբորը տունդ մի թող, հաց մի կե իրա հետ։ Ասում եք, սա մարմնավոր գիր բերդեր են, բերդա զորությունը, մարմնավոր գրով հասկացող մարդը, ովքեր որ մարմնավորապես են վարում Հռոմեացիների 8-րդ գլուխը կարդացի նոր։ Սրանք մարմնավոր զենքերն է իրանց, այսինքն գրի զենքերն է, գիրն է այդ իրանց զենքն է, բայց մենք, Պողոս առաքյալն ասում է, մենք գերի ենք բռնում այդ հպարտացած մտքերին, խոնարհեցնում ենք Քրիստոսի առաջ։ Ատիքը հորնում օրը, որ ինձ աշակերտն ես, խոնարհեցնում ենք այդ մտքին, բռնում ենք, հնազանդեցնում ենք Քրիստոսին, հնազանդում ենք օծությանը, հնազանդեցնում ենք սիրուն այդ մտքերը։ Այսինքն, տեսեք, քո եղբայրը մեղք կա գործե, ըստ Աստվածաշնչի խոսքը ասում է, սպանա իրան, մեղք կա գործե դժոխք դեթ, հանա եկեղեցուց գցի դուրս։ Հանդիմանա, հետը հաց մի կե։ Բայց մեր միտքը, Աստվածաշնչյան հոգևոր միտքը, հնազանդեցնում է դրան Քրիստոսին, այսինքն ասում է, օծություն կա դրա մեջ, սեր կա դրա մեջ, որ մեղ գործողին դու հանես գցես դուրս, սեր կա դրա մեջ, Քրիստոսը սերն է, Եհովա Աստվածը սերն է, սիրո առաջ պիտի խոնարհեցնենք այդ մտքերը։ Այսինքն քո միջի մեղքը հանա գցա դուրս, քո միջի մեղքի հետ մի կերակրվի, մի խոսք ասու համեմատա քո միջի այդ զենքին, այդ խոսքին, այդ մարմնավոր խոսքին ու իր հետ մի սնվի, մի կեր իր հետ։ Այդ խոսքին մարմնավոր, որի մեջ խոնարհություն չկա, որի մեջ սեր չկա, մի թող քո տունը, քո ներսի տունը մի թող, մի ընդունա այդ մտքի։ Ատա քո օրնումորը մի ընդունա այդ մտքի։
Սա մարմնավոր զենքեր են, սա այսինքն մարմնավոր ես նկատի ունեմ աստվածաշնչյան գրի զենքերն են, որը սպանում են մարդուն։ Իսկ հոգևոր զենքերը, նայա որ ես մտածում եմ, խոնարհեցնում եմ Քրիստոսի առաջ այդ մտքին։ Այո, ես կատեմ իմ հորն ու մորը, որը եղել է իմ մեղքը, իմ միջի մեղքից ծնված եմ ես եղել։ Սատանայից, հպարտությունից ծնված եմ ես եղել մինչև Քրիստոսին գալը։ Դրանք են եղել իմ հերն ու մերը, դրանք են ինձի ծնել։ Եվ ես պետքա դրանց ատեմ, որ Քրիստոսին աշակերտ լինեմ, որ անցում կատարեմ հոգևոր կյանքի մեջ։ Տեսեք, այդ նույն խոսքը ես սիրով հնազանդեցի Քրիստոսին։ Այսինքն օծությանը սեր կա սրա մեջ։ Իսկ այն մյուս խոսքի մեջ սեր չկա, Քրիստոսին չի հնազանդվում։ Գրված է եղբայր, պետք է ատես քո նոմորը։ Գրված է ատա։ Գրված է մի տունը թող այդ եղբորը։ Բայց մենք հնազանդեցնում ենք այդ մտքերին Քրիստոսին։ Հնազանդեցնում ենք Քրիստոսին, հնազանդեցնում ենք օծությանը, սիրուն։ Այս խորհրդապատկերն այսի իրոք հոգևոր հասկացողությունը, հոգու կյանքա։ Կյանքա հոգևոր հասկացողությունը։ Հոգևոր հասկացողությունը քեզ մոտեցնում է Աստծուն։ Քեզ բարձրացնում է հոգևոր կյանքի մեջ, քո մտքերը պարզվում են։ Դու լուսավոր տենում ես ինչի համար ես ապրում, քեզ ապրը։ Դու տենում ես այն մարդիկ իրար որ սպանում են, դու տեսնում ես դրա միջի վատն ու լավը։ Բայց այն մարդը որ հոգևոր չի հասկանում, գրված է պետք է սպանեմ, տշնամիս ու հետ սպանում։ Եվ վերջապես ուզում եմ կարդամ սիրելիներ, Եբրայեցիների 11-րդ գլուխ 25-26-րդ խոսքերը։ Եվ ավելի լավ համարեց, սա խոսում է Պողոս առաքյալը, Եբրայեցիների գրքի հեղինակը խոսում է Մովսեսի մասին, սիրելիներ։ Ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, քան թե միաժամանակ մեղքի զվարճությունը ունենալը։ Ավելի լավ, ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատինքը եգիպտացիների հարուստ գանձերից, որտեղ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Երբ որ Մովսեսը փարավոնի քրոջ որդին էր, փարավոնի քուրը գետից երբ որ գտան Մովսեսին, պահեց, խնամեց, մեծացրեց ինքը մեծ եգիպտական գանձերով, այսինքն իմաստությունով լսված մի իմաստուն մարդ էր։ Բայց ասում է այդ Մովսեսը ավելի լավ համարեց Աստծո հետ չարչարվել, նախատինք կրել Աստծո ժողովրդի հետ, քան թե եգիպտական գանձերից օգտվել, քան թե զվարճալի ժամանակավոր կյանքը։ Քանի որ նախատինք կրելով սպասում էր վարձի հատուցման, այսինքն հավիձենական կյանքի մեջ էր սպասում։ Իր վարձքը հավիձենականության մեջ էր, քան թե ժամանակավորի։ Հիմի սիրելի հարց տվող, ես քեզ եմ հարց տալի։ Դու ո՞րն ես ընտրում, ժամանակավոր երկրի վրայի զենքը, որ քո նման պատկերով ինչ որ մեկին կսպանի, թե ընդունում ես այս հոգևոր հավիձենականության զենքը, որը քեզ հավիձենական կյանքի մեջ կյանք ու երջանկություն է տալու։ Ոչ թե ժամանակավոր երջանկություն, այլ հավիձենական երջանկություն։ Գիտեք, ինչ երկրի վրա ամեն ինչը ժամանակավոր է։ Ես նայում եմ 60 տարի առաջ ինձի տեսնում եմ մանկապարտեզում։ Այսօր թորից նայում եմ, մտածում եմ ես իր հասակում, որ այդ մենք մանկապարտեզից բերելու Մելանիայի հետ, մտածում ենք, որ ես էլ եմ սենց իր հասակին մանկապարտեզ գնացի, ուր է այդ 60 տարի։ Ավակյանի ակնթարթի պես անցել է։ Իսկ ես 60 տարվա մեջ ինչ ենք արել մենք։ Ինչի համար սպանեմ, այլ ոչ փրկեմ, որտեղ սպանելը կորուստն է տանում, փրկելը հավիձենական կյանք։ Վերջապես մենք հասկացանք, որ իրոք երկրի վրա ոչ մի բան չի կորսվում։ Ոչ մի բան չի կորում, այս թուղթը, որ ես վառեմ, չի կորում այս թուղթը, գազային վիճակա դառնում տարածվում է։ Այդ գազը օգտագործվում է մի ուրիշ բանի մեջ, մի ուրիշ բանի է օգտակար տալու հավիձենական ամեն ինչը։ Մեր հոգին էլ խառնվելով սիրո հետ հավիձենական ապրելու է երկնքում։ Մենք հավատում ենք այդ խոստումքին Աստծո։ Ու ես հավատում եմ, որ ամեն մարդ էլ երբ որ մտածի այդ ուղղությամբ, իր մեջ է կծնվի հավատ։ Որտեւ երկրավոր հասկացողությունը, երկրավոր կյանքը տանում է տուպիկի մեջ։ Լավ 80, 90, 100 տարի ապրեցի, լավ վերջ։ Հետո չկա վերջ։ Իսկ հոգևորը երբ որ մտածում ես, հավիձենական է, արդեն հավիձենականության մասին չես կարա մտածես, մինչև չլնես այնտեղ։ Որտեւ 80 տարի չի, 1000 տարի չի հավիձենականությունը։ Միլիարդ դարը մի վայրկյանի պես է։ Երկրավոր իրավիճակի հետ եթե համեմատենք։
Դրա համար սիրելի հարցվող, խնդրում եմ դուք էլ ունեցեք հոգևոր զենքերը, լույսի զենքերը, սիրո զենքերը, այն ժամանակ ձեր մեջ կլսվի աստվածային սեր ու դուք կտենաք, դուք զորավոր եք, դուք հաղթող եք ամեն բանի մեջ։ Ամեն զենք վերցնող չի հաղթը։ Մեկը պետք է պարտվի, մյուսը հաղթի։ Բայց մենք հոգևոր լույսով զենքերը, որ եթե վերցնենք, միշտ հաղթող ենք գտնելու։ Հոգևոր կյանքի մեջ, արդարության մեջ, սիրո մեջ միշտ հաղթողու առաջ գնացող ենք գտնելու։ Տերը օգնի ձեզ։ Ինձ թվում է ես սրանից ավել բան չէի կարող ասեի։ Աստվածաշատերն ձեզ էլ սիրելի աստվածաշողորդ այսքան մոտեցավ ավարտին մնաք Աստծո խաղության մեջ Տերը օգնի ձեզ։